Պատմության մեջ կան պահեր, երբ մի որոշում փոխում է ոչ միայն իշխանության, այլ ամբողջ ժողովրդի ապագան։ 1998 թվական, Հայաստան։ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը հաղթողի դիրքում էր։ Արցախը փաստացի դուրս էր եկել Ադրբեջանի վերահսկողությունից։ Հայկական ուժերը վերահսկում էին նաև Արցախի շուրջ գտնվող տարածքները, իսկ Ադրբեջանը պարտված էր, բայց ոչ վերջնականապես կոտրված։ Հաղթանակ կար, բայց խաղաղություն չկար։ Այսօրվա այլընթացքում փորձելու ենք հասկանալ, ինչ կլիներ, եթե 1998 թվականին իշխանափոխություն չլիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը չհեռանար իշխանությունից, եւ Հայաստանը գնար Արցախի հարցի փոխզիջումային լուծման ճանապարհով։ Սա ֆիլմ չէ այն մասին, թե ով էր դավաճան, ով հերոս։ Սա այն մասին է, թե ինչ կարող էր լինել, եթե Հայաստանը հաղթանակից հետո ընտրեր ոչ թե առավելագույնը պահելու, այլ Ղարաբաղյան հարցը վերջնականորեն մեր օգտին լուծելու քաղաքականությունը։ 1994 թվականի հրադադարից հետո հայկական կողմը վերահսկում էր նախկին լղիմի մեծ մասը եւ շրջակա մի քանի շրջաններ։ Արցախը փաստացի անկախ էր, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից շարունակում էր դիտվել Ադրբեջանի կազմում։ Հայաստանի համար սա միաժամանակ ուժեղ եւ վտանգավոր վիճակ էր։ Ուժեղ, որովհետեւ պատերազմում հաղթել էինք։ Վտանգավոր, որովհետեւ հաղթանակը իրավական եւ միջազգային պայմանագրով ամրագրված չէր։ Այդ տարիներին Հայաստանը շրջափակման մեջ էր։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները փակ էին, տնտեսությունը ծանր էր, երկիրը նոր էր դուրս գալիս պատերազմի, էներգետիկ ճգնաժամի եւ արտագաղթի հետևանքներից։ Իսկ Ադրբեջանը ուներ նավթ եւ գազ։ 1994-ի դարի պայմանագիրը Բաքվի համար բացում էր մեծ եկամուտների ճանապարհ, որոնք հետագայում կարող էին դառնալ բանակ, սպառազինություն եւ միջազգային ազդեցություն։ Հենց այս տրամաբանության վրա էր կառուցված Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը։ 1997-ին իր հայտնի «Պատերազմ թե խաղաղություն» լրջանալու պահը հոդվածում նա զգուշացնում էր. եթե հայկական կողմը չգնա փոխզիջման հիմա, երբ դեռ ուժեղ է, ապա ապագայում Ադրբեջանը կհզորանա եւ հարցը կփորձի լուծել իր օգտին։ Այդ մոտեցումը Հայաստանում շատ ցավոտ ընդունվեց։ Շատերը դա համարեցին զիջում եւ պարտվողականություն։ Բայց Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը այլ էր։ Հաղթանակը պետք է վերածել խաղաղության, ոչ թե պահել որպես սառեցված հակամարտություն։ 1997-ին քննարկվող փուլային տարբերակը ենթադրում էր, որ հայկական ուժերը վերադարձնում են Արցախի շուրջ գտնվող շրջանների մեծ մասը, փոխարենը ստանում դե-ֆակտո անկախացած Արցախ։ Տեղակայվում են միջազգային խաղաղապահներ, բացվում են հաղորդակցությունները, իսկ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը թողնվում է հետագա փուլին։ Լաչինի միջանցքի եւ անվտանգության հարցերը պետք է ունենային հատուկ կարգավորում։ Բայց Տեր-Պետրոսյանի դեմ դուրս եկան իր իսկ իշխանության առանցքային դեմքերը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ուժային կառույցները եւ Արցախի ղեկավարությունը։ 1998-ի փետրվարին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Սա էր իրական պատմության շրջադարձային կետը։ Ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Ինչ կլիներ, եթե 1998-ին այդ հրաժարականը չլիներ։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը, լինելով հաղթողի դիրքում, ընտրեր ոչ թե ոչ մի թիս տրամաբանությունը, այլ փորձեր ապահովել Արցախի միջանկյալ կարգավիճակ, միջազգային անվտանգության մեխանիզմեր եւ բաց սահմաններով խաղաղություն։ Պատմությունը եթեներ չի սիրում, բայց նման վերլուծությունը օգնում է հասկանալ, ինչ հնարավորություններ են բաց թողնվել եւ ինչ սխալներ են արվել։ Այժմ դիտարկենք երկու հնարավոր սցենար։ Սցենար 1. Փոխզիջումը ստորագրվում է, Արցախը ստանում է պաշտպանված միջանկյալ կարգավիճակ, հայկական կողմը գնում է փուլային լուծման։ Վերադարձում են Արցախի շուրջ գտնվող 5 շրջանները։ Հայաստանում դա առաջացնում է ծանր դժգոհություն, մեղադրանքներ, հանրահավաքներ, բայց փոխարենը տեղի է ունենում մի կարևոր բան։ Հակամարտության գոտում տեղակայվում են միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ։ Արցախը չի ճանաչվում որպես անկախ պետություն, բայց ստանում է միջանկյալ կարգավիճակ, սեփական կառավարման, անվտանգության երաշխիքներով, Լաչինի միջանցքով եւ հետաձգված վերջնական կարգավիճակի հարցով։ Խարվաճառը եւ Լաչինի առանցքային հատվածը որոշ ժամանակ մնում են հայկական վերահսկողության տակ, որպես անվտանգության երաշխիք։ Եթե Ադրբեջանը հետագայում համաձայնվեր Արցախի հայ բնակչության ինքնակառավարման եւ անվտանգության ընդունելի տարբերակի, հնարավոր կլիներ քննարկել նաեւ Խարվաճառի ու Լաչինի մի մասի վերադարձը, բացառությամբ միջանցքի։
Եթե չհամաձայներ, ապա միջանկյալ կարգավիճակը կմնար ոչ թե միայն ռազմական ուժով, այլ միջազգային մանդատով։ Այս տարբերակում Արցախի փաստացի անկախ վիճակը ֆիքսվում էր թե Ադրբեջանի, թե Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Լինում էին միջազգային մանդատով խաղաղապահ ուժեր, որոնք ապահովում էին անվտանգությունը, մինչև վերջնական խաղաղության ստորագրում։ Սահմանները բացվում էին, տնտեսությունը շնչում, Հայաստանը դառնում էր տարածաշրջանային հաղորդակցության մաս, իսկ Արցախի հարցի հետագա ռազմական լուծումը դառնում անհնար։ Այո, սա ցավոտ փոխզիջում կլիներ, բայց դրա արդյունքում կունենայինք հայկական Արցախ, հայկական կառավարմամբ, իր բնակչությամբ եւ պաշտպանված։ Իսկ Հայաստանը կարող էր լինել ավելի բաց, զարգացող եւ քիչ մեկուսացված պետություն։ Սցենար 2. Տեր-Պետրոսյանը փորձում է պահել իշխանությունը։ Այս սցենարում Տեր-Պետրոսյանը հրաժարական չի տալիս եւ փորձում է ստորագրել փաստաթուղթը, բայց խնդիրն այն էր, որ նա արդեն կորցնում էր իշխանության հիմնական լծակները։ Եթե նա փորձեր պարտադրել որոշումը, Հայաստանը կարող էր մտնել խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ, իշխանության երկու կենտրոններով։ Մի կողմում նախագահը եւ իր թիմակիցները, մյուս կողմում ուժային կառույցները, պատերազմի լեգիտիմություն ունեցող հրամանատարները, կառավարությունը ու ազգային ժողովը եւ հասարակության այն շերտը, որը ցանկացած տարածքային զիջում համարում էր պարտություն։ Այս պայմաններում անգամ ստորագրված փաստաթուղթը կարող էր չունենալ ներքին լեգիտիմություն։ Ադրբեջանն էլ կարող էր օգտագործել հայկական ճգնաժամը, պահանջելով ավելի արագ եւ ավելի մեծ զիջումներ։ Այս տարբերակում Հայաստանը գուցե խուսափեր հետագա մեծ պատերազմից, բայց կարող էր ստանալ մեկ այլ վտանգ՝ ներքին անկայուն պետություն, որտեղ խաղաղության փաստաթուղթը ոչ թե միավորում է, այլ պառակտում։ Սակայն իրականում Տեր-Պետրոսյանի հրաժարականը այլընտրանք չուներ։ Տեր-Պետրոսյանին այսօր հաճախ մեղադրում են, թե պետք էր ստորագրեր եւ չհեռանար, բայց նրա դեմ էին դուրս եկել բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, կառավարությունը, որոնց ճնշման տակ նաեւ ազգային ժողովի մեծամասնությունը մեկ գիշերվա մեջ դուրս եկավ Տեր-Պետրոսյանի դեմ։ Այս պարագայում Տեր-Պետրոսյանը չուներ արդեն իշխանություն, չուներ որևէ լծակ, եւ միակ տարբերակը մնում էր հրաժարականը։ Շատերը ասում են, որ եթե հրաժարական չտար, կլինեին քաղաքացիական բախումներ, սակայն Տեր-Պետրոսյանը այդ պահին արդեն չուներ որևէ լծակ, նույնիսկ դրա համար։ Հայաստանը մեծ հաշվով ընտրեց մաքսիմալիստական մոտեցում։ Երկար տարիներ գերիշխեց այն պատկերացումը, որ ժամանակը մեր օգտին է, որ Ադրբեջանը չի կարող հարցը լուծել ուժով, որ հաղթանակը արդեն բավարար երաշխիք է, որ Արցախի հարցը արդեն լուծված է։ Բայց ժամանակը ցույց տվեց հակառակը։ 2020-ի պատերազմում Ադրբեջանը վերադարձրեց մեծ մասը այն տարածքների, որոնք հայկական կողմը պահում էր 1990-ականներից հետո։ 2023-ին Լաչինի Միջանցքի երկարատև շրջափակումից եւ ռազմական գործողությունից հետո ավելի քան 100,000 արցախահայեր տեղափոխվեցին Հայաստան, իսկ Արցախը փաստացի դատարկվեց հայ բնակչությունից։ Այսինքն, այն, ինչը Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր 1997-ին, իրականություն դարձավ ավելի ուշ, շատ ավելի ծանր գնով։ Ա. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել։ Բ. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ։ C. Մասը պահողները, մասը փրկողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։ Իսկ եթե լինեինք ավելի հեռատես, կհասկանայինք, որ հաղթանակը վերջնական չէ, եթե այն չի վերածվում խաղաղության։ Տարածքը անվտանգ չէ, եթե դրա շուրջ չկա միջազգային պայմանագիր։ Ժամանակը դաշնակից չէ, եթե հակառակորդը ավելի արագ է հզորանում։ Եվ մաքսիմալիզմը կարող է գեղեցիկ հնչել, բայց արդյունքում կարող ես կորցնել ամեն ինչ։ 1998-ին Հայաստանը կանգնած էր ծանր ընտրության առաջ։ Փոխզիջումը ցավոտ էր։ Բայց դրա հակառակը, ինչպես ցույց տվեց պատմությունը, կարող էր լինել շատ ավելի ծանր։ Այսօր մենք ունենք կորցրած Արցախ, տեղահանված ժողովուրդ, չավարտված խաղաղություն եւ նոր վտանգներով լի տարածաշրջան։ Եվ այստեղ է այլ ընթացքի հիմնական հարցը։ Պատմությունը հնարավոր չէ հետ բերել, բայց կարելի է հասկանալ, որտեղ սխալվեցինք, ինչ չտեսանք եւ ինչ որոշումներ չընդունեցինք այն ժամանակ, երբ դեռ կարող էինք։ Եթե 1998-ին իշխանափոխություն չլիներ, գուցե այսօր կունենայինք հայկական եւ անվտանգ Արցախ։ Գուցե կունենայինք բաց սահմաններով ավելի զարգացած Հայաստան։ Բայց պատմությունը գնաց այլ ընթացքով, եւ այդ այլ ընթացքը մեզ բերեց 1998-ից մինչեւ 2020, հետո մինչեւ 2023։ Դուք դիտում էիք այլ ընթացքը, որտեղ մենք փորձում ենք հասկանալ ոչ միայն ինչ է եղել, այլ նաեւ ինչ կարող է լինել, եթե
Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Բաժանորդագրվեք ալիքին եւ շնորհակալություն, որ մեզ հետ էիք։